Գուցե այն պատճառով, որ այնտեղ շահեր կան, գուցե այն պատճառով, որ հենց արևմուտքն է համոզել սրանց հանձնել Արցախը եւ հիմա էլ Հայաստանի հարավասյունիկը եւ Մեղրին հանձնել։ Ուկրաինային ասում են խիզախություն ունեցեք, հանձնեք Դոնբասը, հանձնեք Զապորոժիեն, հանձնեք Լուգանսկը։ Ասում են Ուկրաինային խիզախ եղեք, հանձնեք։ Չէ, ասում են դուք մինչև վերջ կռվեք ռուսների հետ, ոչինչում չզիջեք։ Ինչու է այդպես։ Ոնց է կարծում։ Իսրայելին ասում են, վերջացրեք, մի ցեղասպանեք պաղեստինցիներին մինչև վերջ։ Արդեն 65,000 երեխա եւ մայր սպանել եք, մինչև վերջ մի ցեղասպանեք։ Հետ կանգնեք, խիզախություն ունեցեք, մի սպանեք այդ ժողովրդին։ Ասում են այսպիսի բան։ Իսրայելին ասում են մի ռմբակոծեք Իրանին։ Անկախ երկիր է, իրավունք ունի քաղաքացիական միջուկային ծրագիր ունել, մի արեք։ Ինչու է այդպես, որ արևմուտքը որոշ դեպքերում խրախուսում է պատերազմը եւ ասում է մինչեւ վերջ կռվեք, ոչինչում մի զիջեք։ Իսկ մյուս դեպքերում ասում է զիջեք, հանձնվեք, դա է խիզախությունը։ Ինչու է այդպես, ինչպես է կարծում։ Գուցե այն պատճառով, որ այնտեղ շահեր կան, գուցե այն պատճառով, որ հենց արևմուտքն է համոզել սրանց հանձնել Արցախը եւ հիմա էլ Հայաստանի հարավասյունիկը եւ Մեղրին հանձնել։